միլիարդավոր դրամներ են ստանում։ Մենք այդ պարգևավճարները մենք թիմով որոշում ենք։ Վերացնելու ենք։ Բանակի Երևանում մյուս քաղաքներում մենք ինչ ենք անելու, ժողովուրդ ջան, դա մեր երկրի անվտանգության բաղադրիչ չէ։ Դրա համար մի օրինակ բերեմ։ Օրինակ, պետությունը մենք հետո ամեն անգամ պետքա փոխենք տրամաբանությունը։ Նայեք, ես Մարտունիում սրա մասին կարեմ խոսամ, որտեղ գիտակից մարդիկ են բոլորը։ Մենք պետքա փոխենք տրամաբանությունը ամեն հարցի։ Օրինակ, ոռոգման ջուրը այսօր թանկ է, չէ, եւ նաեւ չկա էլ դժվար է եւ այլն։ Աշխատել։ Մենք ունենք բազմազավակ Սա է ամենակարևորը, որ մենք ունենանք մեր տեխնացուին, մենք մեզանով, մեր զորությունը, մեր ժողովրդի մեջ է, ամենակարևորը, դրա համար եմ ասում, ու մենք ինչքան օտարների հետևից գնացինք, մենք այնքան ամեն անգամ մեզ զոհաբերելու են։ Մենք, ես հատիկ գիտեմ Մարտունու խնդիրները, գիտեմ, որ աշխատանքը կապված է Խոպանի հետ, գիտեմ աշխատատեղերի բացակայությունը, հողագործությունը, երբեք այնպես չենք անելու, որ մարդկանց խնդիրներ պատճառենք։ Հետո գիտեք ինչ կա, օրինակ չի կարող լինել այնպիսի բան, որ իմ քաղաքական խնդիրների պատճառով գյուղացին ու գործարարը տուժի։ Ինչ կապ ունի գյուղացին ու գործարարը այս խնդիրների հետ։ Եվ մի բան էլ, մենք այս վերջերս հրապարակեցինք ձայնագրություն մի քանի։ Մարտունու համայնքապետարանի աշխատողները, պաշտոնատար անձինք սպառնում են մանկապարտեզների տնօրեններին, դպրոցի տնօրեններին։ Նախ ես ուզում եմ ասել, հատուկ այդ պաշտոնյային, այդ համայնքապետարանը, որ կազմակերպում, այսօր գիտեմ, որ ռազմորք եք անում, մարդկանց կանչում է, որպեսզի հասկանա որտեղից այդ ձայնագրությունները, փոխանակ, այս խնդիրը բացահայտեն, փոխանակ մեղավորները պատժվեն, որը ամենաբարձր մակարդակից է գալիս։ Հələ տեսեք դրել են ինչ են անում։ Ժողովուրդ ջան, մենք այդ մանկապարտեզի տնօրեններին, դպրոցի տնօրեններին, ուսուցիչներին ես հատուկ ասում եմ, դուք լինելու եք մեր պաշտպանության տակ։ Իմ վարչապետության ժամանակ ձեզ ոչ ոք չի ճնշելու, մեր ուսանողներին ոչ ոք չի ճնշելու, մեր դասատուներին ոչ ոք չի ճնշելու, մեր դպրոցի տնօրեններին։ Ես դիմում եմ հատուկ նրանց, տեսեք ժողովուրդ ջան, երբ ձեզ ճնշում են, հետո այդ գործը բացահայտվում է, ոչ թե ճնշողներն են ենթարկվում պատասխանատվության, այլ են մարդիկ ում ճնշել են, այսինքն զոհերը, դուք իմ պաշտպանության տակ եք լինելու։ Ուսուցիչները տեսեք այսօր ինչ է ստացվել։ Լավ ուսուցիչ է նա, ով ստացվում է ոչ թե լավ երեխա է դաստիարակում, դիտելիք է տալիս, արժեք է փոխանցում, այլ լավ ուսուցիչ է ստացվել է նա, ով ընդդիմության հետ է կամ իշխանության հետ է։ Այսօր նայում են օրինակ, ինչ որ ուսուցիչ իշխանության հետ է, իշխանության համար լավն է։ Այն ուսուցիչը ընդդիմության հետ է, ընդդիմության հետ լավն է, ընդդիմության համար է լավ։ Այդպես չպետք է լինի, ժողովուրդ ջան, իրականում սենց պետք է լինի։ Լավ ուսուցիչը այն է, ով լավ դիտելիք է տալիս մեր երեխեքին։ Լավ ուսուցիչը այն է, ով մեր երեխեքի համար է աշխատում, արժեքներ է փոխանցում։ Եվ գիտեք մի բան եմ ուզում ասել,
Այսօրվա այս բարձրագույն իշխանության կողմից մարդկանց վախացնելը հրտեսեք ինչքան շատ է տարածված։ Մեկին ասում են ընտանիքում երեխա կա, գիտես աղջիկը տեսիշ տեղն է աղջիկը տեսիշ տեղն է աշխատում, տղե տեսիշ տեղն է աշխատում, ժողովուրդ ջան հանգարտ չվախենաք, ես ձեր մեջքին կանգնած եմ, ես Արման Թաթոյանը հատուկ ասում եմ, հատիկ բոլորի մեջքին կանգնած եմ, չենք թողելու որ որևէ մեկը մեր երեխեքին ճնշի, մեր ժողովրդին ճնշի, դուք խնդրում եմ քվեարկությունը կատարեք հանուն մեր երկրի ապագայի, ես ձեզ ոչ մի բանով չեմ վախեցնում, ես լուծումներ եմ տալի, եղել է Ռուսաստանը կիրառել է սանկցիաներ, չեն կարողանում մեր երեխեքը, մեր ժողովուրդը տանել իրենց ապրանքները դուրս, դա շատ վատ է, բայց դա նրանից է, որ մենք այսքան ժամանակ կախված ենք եղել, մենք բոլոր լուծումները գտնելու ենք, ես երաշխավորված ասում եմ, ուղղակի պետք է ճիշտ քաղաքականություն եւ մեզ պետք է մարդու մասին, մարդկանց ժողովրդի մասին մտածող ղեկավարություն, որ երբեք չի խաբել, որ կաշառակերությունների մեջ չի եղել, որ որևէ ձև ժողովրդի հասվին չի հարստացել եւ կարողանում է ամեն դեպքում ներկայացնել երկիրը, սա այս քաղաքականության մշակման ուղղությունները վերն են եւ միշտ հիշեք քվեախցիկում ամեն ինչ գաղտնի է, ոչ մեկ չի կարողանալու ձեզ ճնշել, իմանալ հետո ում օգտին եք քվեարկել, միշտ հիշեք ժողովուրդ ջան եւ խնդրում եմ մտածեք նորից, ով կարող է ձեր երեխեքի վերաբերյալ ճիշտ որոշումներ կայացնել, դուք այդպես մտածեք, որ իրականում արդարություն լինի, արդար ապահովի եւ ես հատուկ ասում եմ, հաշվի առնելով իմ հարազատական կապերը, ինձ համար Մարտունին որպես փոքր հայրենիք, ես պարտավորվում եմ հատկապես այն առանձին խնդիրներին հատիկ անդրադառնալ մեր մյուս բնականաբար բոլոր վայրերը, բայց բնականաբար Մարտունին հատկապես կարևոր դեր է ունեցել։ Ես ուզում եմ խոնարհվել բոլոր մեր զոհերի հիշատակի առաջ։ Մենք նրանց պարտք ունենք տալու, մենք պարտք ունենք տալու նրանց ընտանիքներին։ Դուք ինձանից երբեք չեք տեսնի, որ ես նվաստացնեմ, վիրավորեմ քաղաքացուն։ Որ իմ համար ահա որ շատ անընդունելի, շատ սխալ բան է, երբ պաշտոնյան կարա մունատ գա քաղաքացու վրա, գոռա, ես անգամ եթե ճիշտ լինեմ քաղաքացին սխալ, երբեք թույլ չեմ տվել ինձ քաղաքացու վրա ձայն բարձրացնել, որովհետև այդ քաղաքացին ա, որ այդ քաղաքացու համար եմ ես նշանակվել աշխատանքի, որ այդ քաղաքացու կյանքը բարելավեմ։ Եվս մեկ անգամ ուզում եմ ասել, որ չվախենաք ժողովուրդ ջան, քվեարկությունը կատարեք առանց վախերի։ Մերը 6-րդ համարն է։ Հիշեք, 6-րդ համարը նաև աստվածային թիվ է, ասեմ ձեզ։ Օրինակ դա շատ պատահական է մեզ մոտ ընկել, բայց նայեք, 6-րդ օրը Աստված ստեղծեց մարդուն, չարչարվեց, աշխատեց, ստեղծեց մարդուն։ 7-րդ օրը նոր հանգստացավ։ Մեզ համար սա ուղերձ է, որ գիշեր ցերեկ աշխատենք մեր հայրենիքի համար։ Ես հրաշքներ խոսք չեմ տալիս, ժողովուրդ ջան, բայց ես խոսք եմ տալիս ազնիվ աշխատանք, արդար աշխատանք, գիշեր ցերեկ աշխատանք, ձեր աչքի առաջ, որ հետո նաև գամ ձեր մոտ ու որ երբեք դուք չփոշմանեք նրա համար, որին ձայն եք տվել, երբեք գլուխները չկախեք, երբեք չհամաչեք, որին ձայն եք տվել։ Սա է իմ համար ամենակարևոր արժեքը։ Շնորհակալություն։ Մենք շարունակենք։ Հա, արեք ձեզ։ Որասեք։ Գրիշախտիկն եմ։ Հա, շատ։ Բաբոյ 15-ին։ Շատ ուրախ ենք, շատ արձակվեց։ Հա, գնանք անպայման, գնանք տեսնենք։ Հա, հեսա ողջունում եմ, հեսա, հա։